Ես Տատյանա Ավետիսյանն եմ, ծնվել եմ Վեդի քաղաքում, ներկա պահին սովորում եմ դպրոցում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվելու եմ բժշկական համալսարան, դեռևս չեմ ընտրել ինչ նեղ մասնագիտությամբ եմ զբաղվելու։ Ոմայի մասին իմացել եմ շատ վաղուց, բայց սկսել եմ հաճախել 2024 թվականից, մասնակցել եմ եռամսյա դասընթացների, 10-օրյա հավաքի, նաև առաջին բուժօգնության դասընթացի։ Ոմա գալուս միտքը ծնողներս այդքան էլ չէին հավանել եւ սկզբնական շրջանում համաձայն չէին դրա հետ, քանի որ կարծում էին ոման այն վայրն է, որը նախատեսված է ավելի տղաների, ավելի ուժային է, ու ես հարմար չէի այս միջավայրին, անկեղծ ասած ես էլ չգիտեի ինչ է ինձ սպասվում, պատկերացնում էի, բայց չգիտեի, բայց գալով այստեղ ու տեսնելով մարդկանց, ովքեր ինձնից շատ մեծ էին, ծեր էին, կամ ինձնից փոքր են եղել, ես հասկացա, որ ոման բոլորի համար է, անկախ սեռից, տարիքից ու կարգավիճակից, ու ցանկություն է միայն պետք դասընթացներին հաճախելու համար։ Ոմա գալով, թե ես, թե իմ շրջապատը նկատեցին շատ մեծ փոփոխություն իմ մեջ, այն որ ես կարողանում էի ոմա գալ, լիցքաթափվեի ու միաժամանակ նաև լիցքավորվեի, լիցքաթափվում էի առօրյա խնդիրներից, այն ամենից, ինչ ինձ մտատանջում էր, ու լիցքավորվում էի ոգով, կամքի ուժով, որը ինձ պետքա ու ինձ թվում է պետքա ամեն մարդու պայքարելու ու կյանքը շարունակելու համար։ Մեծ ցանկություն ունեմ ծառայելու բանակում, սակայն դրա հնարավորությունը ներկա պահին ես չունեմ, նաև փորձում էի այս ոլորտի մեջ մնալու համար ռազմական ուղով շարունակել կամ գոնե համալսարանի շնորհիվ ռազմական բժիշկ դառնալ, բայց ես չունեցա այդ հնարավորությունը։ Ինձ ոման բացի խորը գիտելիքներից, ռազմական տարբեր ոլորտներից տալիս է նաև կյանքի դասեր, որոնք օգտագործում եմ ամեն օր, ամեն պահի ու ամեն իրավիճակում։ Սերնդակիցներիս մաղթում եմ լինեն ավելի հայրենասեր ու իսկապես հայրենասեր լինեն, ոչ թե միայն անունի, ոչ թե համացանցում այդ ամենը ցուցադրելու համար, իսկապես ինչ անում են, անեն զգալով, պատրաստվեն ամեն ինչի, պատրաստվեն թե մտքով, թե ֆիզիկապես, թե հոգով պատրաստվելու հնարավորությունը տալիս է ոման, ինձ տվել է այդ հնարավորությունը ու ես հնարավորինս փորձում եմ օգտագործել, կրթելով թե միտքս, թե հոգիս ու թե ֆիզիկական իմ տվյալները էլ ավելի բարելավելով, որպեսզի կարողանամ որևէ օգուտ տալ Հայաստանին ու իմ հայրենիքին։